Նոյեմբերի 6-ի Սրբազան պայքարի դատական նիստում դռնփակ քննվեց դեռևս հոկտեմբերի 30-ին գործով մեղադրվող Արթուր Սարգսյանի կալանքը վերացնելու եւ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը։ Հիմքում Արթուր Սարգսյանի հոր 85-ամյա Լավրենտ Սարգսյանի առողջական խնդիրներն են, որը գտնվում է բուժ հաստատությունում։ Առողջական խնդիրներն առաջացել են որդու նկատմամբ տեղի ունեցող դեպքերից հետո միայն։ Պատկերացրեք այս պայմաններում նշված միջնորդությունը մերժվում է։ Բողոքարկումը կապահովենք բոլոր դեպքերում։ Իհարկե, մենք նշված միջնորդությունը ներկայացրել էինք հրատապության կարգով քննության առարկա դարձնելու որպես նոր էական փաստարկ։ Դատարանը հաստատել է, որ նշվածը նոր էական փաստարկ է։ Դատարանը նաև անտեսեց իդեպ, որ Արթուր Սարգսյանի նկատմամբ տեսակցությունների սահմանափակումը այլևս ընդհանրապես վերացված է։ Արթուր Սարգսյանին կարող է տեսակցել ցանկացած անձ։ Եվ այդ պայմաններում եւս դատարանը գտնում է, որ իրավաչափության պայմանների փոփոխություն չկա։ Հա, նոր հաստարկներ կան, նոր հանգամանքներ կան, բայց չէ, պետք է կալանքը մնա անփոփոխ։ Սա անկեղծորեն եմ ասում, սա իրավաբանություն չէ։ Եվ ամենակարևորը, սա մարդասիրության արժեքը չընդունել է։ Իսկ դատարանները դրա համար չեն, քրեական վարույթները դրա համար չեն։ Միջնորդության քննությունից հետո նիստը շարունակվեց դռնբաց։ Բագրատ Սրբազանն անդրադարձավ օրեր առաջ ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի արած հայտարարությանը։ Երեք քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ ես համարում եմ դա պաշտոնապես ասված, որովհետև նման պաշտոն ղեկավարող մարդը չի կարող տեղյակ չլինել գործի մանրամասներից։ Հետևյալ հայտարարությունն է արել, որ իբր իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ պատվարժան դատարան։ Եթե նման որևէ արտահայտություն կա արձանագրված որևէ տեղ իմ ձեռքով կամ որևէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից ես պատրաստ եմ այս դատարանի առջև առանց հետաձգելու, առանց քննության, առանց որևէ ապացույցի ծայրագույն պատիժը կրելու։ Սա ասում եմ ոչ որպես մարտահրավեր, ասում եմ որպես մարդ, որ իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունը ունի։ Երկրորդ, եթե չկա նման բան, կամ եթե կա, ուրեմն ես իմ իրավունքն եմ պահանջելու, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Ես պատրաստ եմ կրելու ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի եւ միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը արձագանքելով Սրբազանի հայտարարությանն ասաց, որ ապացույցների բացակայության պայմաններում դատարանն իրավունք չունի մեղադրական վճիռ կայացնել։ Սրբազանի հայտարարության եւ դրա հետագա դատական ընթացակարգի մասին մանրամասնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Մեղադրական դատավճիռ կայացնելու։ Քանի որ մենք գործով չունենք որևէ ձեռագրաբանական փորձակնություն, որևէ արտահայտություն, որ կոնկրետ վերագրվում է Բագրատ Սրբազանին, հիմա խնդրում ենք հրապարակել այնպիսի մի փաստաթուղթ, որը ծառայում է մեղադրանքի օգտին, որը կարող է Բագրատ Սրբազանի ձեռքով գրված լինել, մասնավորապես որում ահաբեկչության պլանավորման վերաբերյալ տվյալներ կլինեն։ Դատախազները պետք է ներկայացնեն իրենց մեղադրանքները եւ դրանց հետազոտումով հիմնավորեն թե ինչ են ապացուցում։ Հաջորդ դատական նիստին, եթե այդ փուլը հասնենք կայանա, արդեն դատախազները յուրաքանչյուր ապացույց ցանկով պետք է ներկայացնեն, ասելով, որ այս ապացույցը այս հանգամանքնագործի ապացուցելու եւ իրենց ամբողջության մեջ ապացուցելու են բոլոր մեղադրյալների մեղադրանքները, այդ փուլում արդեն կհասկանանք դատախազությունը ինչ ապացույց է ներկայացնում եւ ինչի վրա են կատարում իրենց պնդումները։ Հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, բայց նախորդ նիստերից ավելի վաղ, ժամը 14:00-ին։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։